Տիկին Ղազարյան, նախ կուզենայի խոսեի քարոզարշավի ընթացքի մասին, այսօր քարոզարշավի 14-րդ օրն է, կցանկանայի գնահատական տայիք, ինչպես է ընթանում։ Միանշանակ է, որ սա սիրո եւ խաղաղության հաղթարշավ է եւ շատ ուրախ եմ, որ մեր քաղաքացիները ջերմ ընդունում են մեզ, թե մարզերում, թե Երևանում։ Ինչպես տեսնում եք, մենք տարբեր թիմերով ակտիվ քարոզարշավ ենք անում։ Այս պահին Երևանում ակտիվ քարոզարշավ է տեղի ունենում պարոն Ավինյանի գլխավորությամբ։ Մենք այսօր վարչապետին ենք ուղեկցում Արարատի մարզում եւ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ միջավայրը շատ ջերմ է եւ մեր քաղաքացիները շատ ջերմ ընդունելության են մեզ տալիս։ Քանի մոտենում է հունիսի 7-ը, հունիսի 7-ին ընդառաջ կարծեք թե ավելի թեժանում է քարոզարշավը երկուստեք եւ ընդդիմության եւ նաեւ քաղաքացիական պայմանագրի կողմից։ Այս մասով որևէ բան կարող եք ասել, հաճախակի են դարձել ավելի սադրանքները կարծեք թե։ Իհարկե ես նկատում եմ եւ այդ սադրանքները ունեն մեկ շատ հստակ բացատրություն, ընդդիմությունը փորձում է միմյանցից ձայներ տանել եւ ոնց է հա սա դրսեւորում առհասարակ։ Գիտեք, միանշանակ է, որ քաղաքացիական պայմանագիրը գնում է փայլուն հաղթանակի։ Սա մենք զգում ենք տարբեր մարզեր այցելելուց, Երևանում մեր քաղաքացիների շփումից եւ ընդդիմությունը փորձում է միմյանցից ձայն տանել, որովհետեւ ակնհայտ է, որ նրանք օրակարգ չեն կարողանում գեներացնել եւ փորձում են այսպես ավելի սուր դիրքորոշում հայտնելու միջոցով իրենց կողմը ներգրավել Տաշիր ուրեմն Սամոն Կարապետյանը փորձում է սուր խոսույթով իր մոտ ներգրավել, նույն ժամանակ Ռոբերտ Քոչյանը փորձում է հենց այդ ընտրազանգվածին բերել իր մոտ։ Ես կարծում եմ, որ բացատրությունը շատ հստակ է, այսինքն միմյանցից ձայն տանելու փորձով շեմը հաղթարել եւ հայտնվել խորհրդարանում։ Ըստ էության այս պահին ընդդիմությունը լուծում է շեմը հաղթարելու խնդիրը։ Ես կցանկանայի նաև առանձին խոսեինք ինսայդեր հայտնի պարբերականի հրապարակած տեղեկատվությունների մասին, առանձին հատվածով անդրադարձ կատարեք Սամվել Կարապետյանին, որտեղ որ նշվում էր, որ նա ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է եւ այնուհետեւ խոսենք Նարեկ Կարապետյանից։ Գիտեք, իրականում ես նկատում եմ, որ մեր քաղաքացիները առհասարակ միջև այդ այլ մարդկանց վերաբերյալ փաստաթղթեր հրապարակվեցին, օրինակ Եզրասի մասին, որ նա գործակալ է, հիմա Սամվել Կարապետյանի մասին, բայց մեր քաղաքացիները երբեմն առանց այս փաստաթղթերի անհրաժեշտության, դրանց գոյության զգում են, թե ովքեր են Հայաստանում առհասարակ տարածում խոսույթներ, ինչպիսի խոսույթներ եւ ում շահն է սպասարկում։ Ըստ էության Սամվել Կարապետյանը հենց սկզբանից քաղաքացիների կողմից ընկալվել էր որպես մարդ, ով ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության շահերը։ Սպասարկում է ամբողջությամբ այդ օրակարգը եւ այս փաստաթղթի հրապարակումը թերևս վեր հանեց այն, ինչ որ քաղաքացիները զգացել եւ նկատել են, այո շատ կարեւոր է մեր քաղաքացիները իմանան, որ Սամվել Կարապետյանը առհասարակ ինչ խոսույթ գցում է դաշտ, ինքը անում է դա մեկ նպատակով սպասարկելու Ռուսաստանի Դաշնության շահերը եւ չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը։ Նա իրականում իր երիտասարդության տարիներից սկսած իր կենտրոնը համարել է Ռուսաստանի Դաշնությունը, այնտեղ է գեներացրել եւ կուտակել կապիտալը, այնտեղ է պահել կապիտալը եւ դա նա այդ շահերը սպասարկող անձ է եւ սա շատ հստակ քաղաքական գնահատական պետք է ստանա։ Իսկ ինչ գնահատական կտակ այն խոսույթին, որ Սամվել Կարապետյանը լրագրողների հարցինի պատասխան, հնչեցված հարցինի պատասխան ասում էր շանտեղ մի դրեք։ Ես նախորդին նրա եղբոր որդուն Նարեկ Կարապետյանին եւս այդ հարցը ուղեցի, նա ասաց, որ իր հոր եղբայրը գործակալ չէ եւ այդ առնչությամբ դիմելու են դատարան, սակայն չհստակեցրեց դիմելու են ինսայդեր պարբերականին դատի տալու, թե միջազգային այլ կառույցների։ Գիտեք, իրականում մեր ողջ ընդդիմության ամենամեծ խնդիրը այն է, որ իրանք հայ ազգին էշի տեղ են դնում։ Իրականում մեր ընդդիմության անհաջողությունների մի մեծ չափաբաժին գալիս է նրանից, որ կարծում եմ, որ հայ ժողովուրդը էշ է, չի հասկանում իրականությունը եւ իրականում ես որ ձայնագրությունները լսում ես, հենց այդ բառերով են մեր քաղաքացիների մասին խոսում, ասում են անասուն, խորը անասուն, այս բառերը նկարագրում է իրենց ողջ քաղաքական ռազմավարություն, իրանք մտածում են, եթե լրագրողին ֆրան ասեն շանտեղ մի դրեք այդ հոդվածը հայ ժողովուրդը հավատալու է։ Ամենամեծ խնդիրը Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի այն է, որ իրենք մարդկանց հիմարի տեղ դնելով փորձում են քաղաքական կապիտալ գեներացնել։ Դա անհնար է եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացին իսկապես կարձագանքի
իր նկատմամբ այս վերաբերմունքին ձայն գողանալը, քվե գողանալը։ Այս մի բանի ցուցարիչ է, որոնք որոշել են, որ հայ ժողովուրդը այլևս իշխանություն չպետք է լինի այս երկրում։ Իրենց օրոք հայ ժողովուրդը իշխանություն չի եղել, իշխանության աղբյուր չի հանդիսացել եւ հիմա էլ են փորձում այդ անել։ Ձայնով գնել, սա ամենաանարժանապատիվ բանն է, որ կարելի անել հայ ժողովրդի նկատմամբ, եւ ես գրեթե վստահ եմ, որ իրենք խորհրդարան չեն անցնելու հենց հայ ժողովրդին էշի տեղ դնելու համար։ Տիկին Ղազարյանն, Նարեկ Կարապետյանը, Սամվել Կարապետյանի եղբոր որդին, նրա մասով ինսայդեր պարբերականը եւս հրապարակում էր կատարել, սակայն Նարեկ Կարապետյանը պնդում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եւ չկա նման բան։ Այս մասով որևէ գնահատական, քաղաքական գնահատական եւ կարծիք կարող եք հայտնել։ Նախ պետք է արձանագրենք, որ այն տեղեկատվությունը, որ տարածվեց համացանցում, դա հենց ռուսական պաշտոնական կայքեջից էր, եւ շատ տարօրինակ էր, որ այդ տեղեկատվությունն անհայտացավ եւ օրեր անց հայտնվեց նույն տեղեկատվությունը այն պնդումով, որ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Ես կարծում եմ, որ նման գործելավոճ ընդհանրապես օգուտ չի տալիս Նարեկ Կարապետյանին եւ թիմին, եւ ի վերջո մեր քաղաքացիներին էլ եմ ասում, մեր քաղաքացին շատ լավ գիտակցում է, թե խորհրդան, թե խորհրդանից դուրս, ովքեր են պաշտպանում այլ պետության շահերը, ովքեր են փորձում Հայաստանին ներքաշել ավելի մեծ պատերազմի մեջ, ում ինչ են խոստացել, ում որքան զինվոր են խոստացել այլ տեղերում եւ իրականում ում համար են օրինակ պարբերաբար սուր տեղեկատվություն տարածում օրինակ 300,000 ադրբեջանցու Հայաստան գալու մասին։ Այս անհեթեթությունը ավելի շատ կրկնում է Նարեկ Կարապետյանը, Հայաստան Դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, քան Ադրբեջանը։ Ադրբեջանը առհասարակ այս թեման չի արծածում։ Ես տեսա, որ ֆեյք լուրեր էին տարածում առայն, որ Ադրբեջանում պաշտոնատար անձինք նույնպես այս մասին խոսել են։ Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ նման բան չկա եւ նման հարց չի բանակցում առհասարակ եւ չի կարող բանակցվել։ Եւ այս խոսույթը տարածելով ում շահերն են նրանք պաշտպանում, ում ազդեցության գործակալ են նրանք, երբ որ Հայաստանում տարածում են 300,000 ադրբեջանցու, այս վերջերս թիվն են մեծացնում, հա, այսպես, որովհետեւ զգում են, որ հայաստանցիները այս լուրին չեն հավատում, ինչի համար պետք է մենք հասկանանք, մեր քաղաքացիները հասկանան, ինչի համար են իրանք անընդհատ վախի մթնոլորտ տարածում եւ ստեր տարածում։ Իսկ պատասխանը շատ պարզ է։ Իրենք չեն կարող Հայաստանի Հանրապետություն որևէ օրակարգ գեներացնել եւ փորձում են վախը քաղաքական կապիտալի վերածել։ Այս մարդիկ վախի մուրացկաններ են եւ փորձում են իշխանության գալ, ինչու անհնար է, այս բային արդեն խորհրդարան մտնել զուտ քաղաքացիներին վախացնելով եւ Հայաստանում տարածելով օրակարգեր, որոնք բացառապես չեն բխում Հայաստանի Հանրապետության շահից։